Սիրելի մարտնկերներ, հարգարժան լրագրողներ, դուք այսօր ականատես եղաք այն ընդդիմաց նիստի, որ անցկացվեց բուռն քննարկումներով։ Այստեղ են երկրապահ ազատամարտիկների ճնշող մեծամասնությունը եւ նաեւ վարչության անդամներ, շահագրգիռ հրամանատարներ, նիստը ընթանում էր հավատարիմ մնալով երկրապահ գաղափարախոսությանը, հավատարիմ մնալով երկրապահ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ստեղծած երկրապահի գաղափարախոսությանը եւ երկրապահ ազատամարտիկները եւ ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած հրեշավոր երևույթը, որը հանրավի վարկաբեկում է ԵԿՄ հազարավոր ազնիվ եւ նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը։ Լայնված նիստի մասնակիցները գնահատելով ստեղծված իրավիճակը որոշեցին. Առաջին, հանձնարարել վարչությանը շատ սեմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։ Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական գործունեությունը։ Երրորդ, մինչև առաջիկա վարչության նիստը, այն է 24/06/2018 թիվ համակարգման աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա։ Ստեղծել նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու։ Այս հայտարարության տակ ստորագրել են այստեղ գտնված բոլոր երկրապահ վարչության անդամները, ազատամարտիկները, հրամանատարները, որոնք դեռ մի բան էլ ավելի պատրաստական են շեն պահելու Վազգենյան ընտանիքը եւ նորովի վերակառուցելու, նորովի զարգացնելու, նորովի ստեղծելու երկրապահ կամավորակների միության առաջիկա գործունեությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ուրեմն մի րոպե ես ուրեմն լրացուցիչ Մի րոպե Մարտիրոսյանի սիրելի լրագրողներ, ուրեմն այսօրվա այս արտահերթ նիստին մասնակցել են երկրապահ կամավորականների միության բաժանմունքի նախագահներ, վարչության անդամներ, Մասխորհրդի նախագահներ եւ տարբեր ժամանակահատվածներում երկրապահ կամավորականների միության անդամակցած ազատամարտիկներ, հեղինակավոր հրամանատարներ, որոնք իրավիճակի սրությունից ելնելով այսօր ընդհանուր լայնված նիստ է հրավիրվել, գնահատելով այս իրավիճակը, քանի որ այս ընթացքում տարբեր արժանավոր եւ անարժան մարդիկ փորձել են երկրապահին մեղադրել, սևացնել ինչ-ինչ արարքների համար։ Երկրապահն 1, 2, 3, 10 հոգու արած մեղսագործության համար ինքը չպետք է պատասխանատվություն կրի եւ այդ մարդիկ քաչ պետք է գիտակցեն, որ երկրապահ կամավորականների միությունը երկրապահն կազմավորվել է Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից, եղել է Հայաստանի Հանրապետության անկախության կերտման ակունքներում եւ մասնակցել է Արցախյան պատերազմին, տվել է բազում զոհեր, այս տղաները կորցրել են իրենց ձեռքը, ոտքը, առողջությունը, զոհվել են եւ որևիցե մեկ իշխանյաներին ու բանի, որևիցե մեկը իրավունք չի տվել սևացնելու եւ նման տիպի հայտարարություններ անելու։ Մենք կպատասխանենք նրանց եւ մենք կանենք անհրաժեշտ հայտարարությունը։ Այսօր բազում երկրապահներ գտնվում են շատ թշվառ ծանր սոցիալական պայմաններում, օրվա հացի կարոտ են, որևիցե մեկը իրավունք չունի իրենց
բարոյականությանը կպնելու, վիրավորելու։ Այդ իսկ պատճառով հավաքվել են այսօր վերագտնելու, վերաիմաստավորելու երկրապան եւ նորոգելու պետք է հրավիրվի արտահերթ համագումար, պետք է նոր վարչություն կազմավորի եւ վարչությունը կընտրի իր ղեկավարությունը, որը անշուշտ սպառապետ Վազգեն Սարգսյանի հիմնած երկրապահ կառույցի հեղինակությունը կվերագտնի։ Մի րոպե, խոսք կա, նաև պետք է վարչության փոխնախագահից ու պարոն Ուլիխյանը խոսք ունի ասել է, թող ասի ավարտենք դուր արծերի կտալ։ Խնդրեմ պարոն Ուլիխյան։ Չէ, թող ասի հետո։ Այսօր տեղի ունեցավ երկրապահ կամավորականների միության բաժանմունքի ղեկավարների, բաժանմունքի նախագահների տեղերով կողմեկորը։ Այսօր տեղի ունեցավ երկրապահ կամավորականների միության վարչության անդամների, բաժանմունքների ղեկավարների, մարզխորհրդի ղեկավարների, երկրապահ ազատամարտիկների, մեր ընկերների մասնակցությամբ այդ նիստը, որը ամենակարևորը որոշեց, որ պետք է հրավիրվի երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումար։ Համագումարը ըստ կանոնադրության երկրապահ կամավորականների միության համագումար կարող է հրավիրել երկրապահ կամավորականների միության վարչությունը։ Այդ վարչության նիստը առաջարկվեց այսօր, որ վարչությունը հավաքվի նիստ կայացնի այս ամսի 24-ին։ Ժամի հետ կապված լրացուցիչ վարչության անդամները կտեղեկացվեն, վարչությունը կհավաքվի, կորոշի հետագա անելիքները, վարչությունը ընդլայնված նիստ է հրավիրում, մենք կհրավիրենք բոլոր տղաներին երկրապահ, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, որպեսզի հետագա անելիքները համագումարի հետ կապված անել։ Այսօր մենք գտնվում ենք այս իրավիճակում, երկրապահը պետք է իր դերը, իր մաքրությունը ապացուցի, երկրապահը դեռ շատ անելիք ունի անելու, երկրապահը ապրում ենք նոր երկրում, նոր կանոններով, երկրապահը ժողովրդի կողքին է, երկրապահը պարտավոր է լինել պետության կողքին եւ երկրապահը առաջնորդվում է իր սպառապետ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գաղափարով։ Մենք իհարկե այս պահին էլ ունենք նախագահ, դա հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն է, շնորհակալ։ Առաջարկել վարչությանը, վարչությունը կասեցնելու։ Առաջարկել վարչությանը կասեցնելու։ Այո։ Վարչությանը առաջարկել կասեցնելու եւ հրավիրել արտահերթ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք ղեկավար, ասեն նոր նախագահ չեք քննարկելու, այլ մարմին եք պատկերացնում, որը ղեկավար է։ Ես այդ հարցին պատասխանեմ, նոր մեր ընկերները կպատասխանեն։ Մենք այլևս հանրապետությունում փորձ ունենք կառավարման խումբ ունենալու։ Ես կոնկրետ նույն համագումարում նման առաջարկությամբ հանդես եմ գալու, որ ստեղծենք կառավար, չգիտեմ, 5 հոգանոց կամ 7 հոգանոց կառավարման խումբ, որը ավելի կոլեգիալ կլինի, դրա համար եմ ասում, ավելի որոշումները ռեալ կլինեն, դա ներկայացչական է լինելու, որը ավելի ճշմարիտ ու ճշգրիտ ձևով ղեկավարի երկրապահ կառույցը ընկերված կլինի ամենատարբեր, այսպես շրջանակներից ամենատարբեր տեղերից։ Սա Ուրեմն դա ընդամենը տեսակետը, այդ ամեն ինչը որոշելու է համագումարն է որոշելու, բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարը այդ բոլոր որոշումն եք որոշի։ Ես ասեցի իմ առաջարկը կլինի դա։ Եթե կարելի է, մի վաղ Ուրեմն 42 բառ ասեմ, մենք ունենք հաստատի փորձ ունենք։ Այստեղ էլ ես ցանկանում եմ Մարտիններ դաշինքի իր կառավարման համակարգ հենց այդ ձևով է։ Այնպես որ նաև այսօր մեր քննարկման ժամանակ այդ հարցը քննարկվել է։ Ես հենց էդի առաջարկությունը եղել է։ Մենք երեկվա մեր հանդիպման ժամանակ եւս առաջարկել ենք առաջիկա համագումարում կանոնադրական փոփոխության արդյունքով կառավարման համակարգը փոփոխվի, որտեղ մենք միասնական կառավարման արդյունքներ ենք տեսել, իսկ իդեմս ազատամարտի դաշինքի կառավարման համակարգի տեսել ենք արդյունավետությունը։ Դրա համար ինձ թվում է մենք համագումարում այդ տարբերակի դասը։ Ես հիմա Ուլիխյանը, ես ստեղ կարգավոր եմ, դուք խնդրեմ ասա։ Հետևյալը, ուրեմն երկրապահի բարձրագույն մարմինը դա համագումարն է, գործադիր մարմինը դա վարչությունն է։
որևէ մեկը լիազորություն չունի այսօր խոսել ամբողջ երկրապահի անունից։ Երկրապահի անունից իրավունք Գորատոսուսն անել, մի հատ գորատոսուսն համագումարը։ Եվ համագումարում կլինեն բազմաթիվ կարծիքներ եւ այլն պլանավորում անցկացնենք ըստ կանոնադրության վարչությունը երբ որ որոշում է համագումարի օրը 7 օրվա ընթացքում պետք է անցկացվի համագումար։ 5 օրվա ընթացքում մինչև 5 օր արդեն պետք է բոլորը իրազեկում է լինի։ համագումարի օրի ժամի վայրի վրա։ Ինքը տեղում լսելով առաջարկներ, կարծիքներ կկատարի իր որոշումը կկայացնի եւ այդ որոշումը կլինի երկրապահի համար պարտադիր։ Ես ավելացնեմ, որ այս համագումարը իր որակապես տարբերում է բոլոր համագումարներից համահունչ մեր այսօրվա այդպիսի համագումար է լինելու եւ ազատ բոլորը կարող են իրենց առաջարկությունները անել եւ քվեարկությունների արդյունքում կընդունվի այն առաջարկությունը, որը կընդունվի։ Այս է լինելու։ Այստեղ քննարկումների արդյունքում բոլորը համակարծիք են, որ լինի մարմին, որը նախագահ չի ունենալու, այլ լինելու ղեկավար կազմ։ Մոտավորապես մի հատ ասեմ, գիտեք, եկեք ժամանակից առաջ չընկնենք, ուրեմն բերեք համագումարի որոշելիքը, այն ինչ որ պետք է որոշվի քննարկվի համագումարում, այսօր ընդհանրապես կարող են կարծիք եւ տեսակետ ասեն։ Որևիցե մեկը այսօր չի կարող ասել, թե համագումարը ինչ է որոշելու եւ ինչ ընթաց պետք է ունենա։ Դա որոշելու է տվյալ կառույցի բարձրագույն մարմինը, համագումարի օրը կգաք, այդ ձեր հարցերը կտակ, պատասխանները կստանաք։ Կամ էլ կտեսնեք, էլ հարց չեք տա։ Եթե ուրիշ բան չկա, հարց Ես ձեզ գործող ղեկավարության հարցեր ունեմ, հա, երեք ոստիկանությունը հայտարարեց, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, այն է երրորդ վարչությունը, այստեղ որոշակի գործողություններ է իրականացրել ԵԿՄՇ-ից, արդյոք կասեք, թե ինչ գործողություններ, զարգացման մասին է խոսքը եւ ինչ է Քանի հայտնաբերել։ որ մենք այդ պահին այստեղ ենք եղել, իրենք շատ բարեկիրթ ձևով ներկայացել են, իրենց գործողությունները իրականացրել են եւ գնացել են, այսինքն որևէ այլ մեկնաբանություն չունենք, բայց ես որևէ լիազորություն չունեմ այդ հարցերին եւ իրավունք չունեմ տեղեկացնել, որ պատասխանեմ, ընդհանրապես ասեմ, որ երեք այստեղ ներկա ենք եղել, շատ բարեկիրթ ձևով մարդիկ ներկայացել են, իրենց գործառույթները իրականացրել են եւ Ես մի րոպե ես շարունակեմ իմ ասածը։ ասեմ ձեզ որպեսզի այլ հարցեր չնեն, ընդհանրապես երկրապահ կամավորականների միության փոխնախագահ չի նշանակում աշխատակազմի մեջ ներգրաված լինել։ Այդ բոլոր հարցերը, այդ խնդիրները իրավապահ մարմինները քննություն են ընթանում, բոլորը կպատասխանեն, մեր համար է շատ կարևոր, որ ընթանա օբյեկտիվ քննություն, որպեսզի բոլորը եւ ոչ միայն մենք առաջ երթին պատասխանատու ենք մեր զոհված ընկերների առաջ։ Ձեզ համար Մի րոպե բացահայտումների մասին խոսեցին իրավապահները։ Բացարձական, այսինքն իհարկե, Ձերբարության նախագահը ըստ իրավապահների ինչ է արել։ Զենքինամթերքի նաև յուրացման մասին։ Ես կուզեի, որ այսօրվա մենք կհասցնենք դեռ այդ թեմայի շուրջ խոսել, բացարձակ, ինչպես կարող է որևէ մեկը, ասենք, ես տեղյակ լինել։ Եթե ես տեղյակ, ես կրկնեցի, եթե որևէ մեկը ես անձամբ, յուրաքանչյուրս պետք է խոսի իր մասին։ Յուրաքանչյուրը պարտավոր է պատասխան տալու իր արարքների համար։ Այսքանը, եթե հարցեր կա, ես ուղղակի ուզում եմ այդ հարցերին պատասխանեմ, ինչ վերաբերում է հետագա քայլերին։ Ինչ եղել է, դե կա, կճշտվի, կքննվի, երկրապահը գնում է ինքնամաքրման process-ով, մեր ընկերները, բազմաթիվ ընկերներ ունենք հանրապետությունում չեն, իրանք էլ հետ կգան, կքննարկենք, բազմաթիվ են, այսօր շատ չնչին մասնաստեր, այն մարդկանց, ովքեր պետքա լինեին։ Այսօր բազմաթիվ մարտական ընկերները, Ալբերտ Բազեյանը, իմ հրամանատարը, բազմաթիվ ընկերներ պետք է գան, քննարկեն, Արամ Սարգսյանը, մեր Սասուն Միքայելյանը, մենք բոլորին կոչ ենք անում, որպեսզի մեր տղաները
կան, ուղղակի սա ինքնաբուխ հավաք է, մենք չենք հասցրել կազմակերպել։ Ես անձամբ բոլորին իմ թվարկած մարդկանց շատերն կներ են, որ չեմ թվարկում, բոլորին խնդրում ենք, կոչ ենք անում, որ բոլորը գան մասնակցեն երկրապահի ինքնամաքրման գործընթացին։ Մի րոպե, ես հարցը ուղղել եք երկուսից, ես ուղղակի ուզում եմ լրացում անել, այդպես չի բանը։ Դուք հարց եք տալիս եւ պահանջում եք այնպեսի հարցի պատասխան, որ վերաբերում է այն կառույցին, որի մասին ասացիք, որ այստեղ իրականացրել է գործողություն, ասում եք բան հայտնաբերել, իրենց հարցրեք ասեն, բայց այնուամենայնիվ այդպես չի, որ հատուկ պետք է բան հայտնաբերեն։ Կարող է հենց այդպես ուղղակի եկել են դուրքագրում անելու։ Շատ իրոք շատ բարեկիր ձևով։ Մենք այստեղ հասկացնում ենք, նիստ ժողով ենք հասկացնում նրանք Ուրեմն երբեք հիշեք, նոր հայտարարության մեջ էլ կարդացի, երկրապահ կառույցը, այն ազատամարտիկ տղաները, որ այստեղ են, որոնք ներկայացնում են այն բոլոր տղաներին, այն բազմահազար տղաներին, որոնք այրան գնով, իրենց կյանքի գնով Արցախ պատմական հողեր ազատագրեցին, ապրիլյան պատերազմ սանձազերծեցին, այդ տղաները թաքցնելու եւ մի հատ պեչենի ուտելու նման բնավորություն եւ հոգեբանություն չունեն, անկեղծ եմ ասում, եւ այս քո հարցի շուրջ ուզում եմ մարդից օգտվել, մի րոպե խնդրել բոլորին, մեր ժողովրդին, երկրապահը մարդու տեսակ է, երկրապահը դուք եք, մենք ենք, մեր ժողովուրդն է, մենք այս երկրի համար ենք կոչված, խնդրում եմ ձեզ, 1, 2, 3, 4, 5 հոգու համար, քիչ առաջ մեր Պետրոսյանը Ռազմիկը նշեց կամ չգիտեմ, Միասնիկը նշեց, մի վերաբերմունք փոխեք երկրապահի նկատմամբ։ Ախր երկրապահը չթողեց, որ շուն թուրքը Հայաստան մտնի։ Դու գիտեք մտնելուց հետո ինչ էր տեղ ունենալու։ Խնդրում եմ ձեզ, սիրեք ու շարունակեք, սիրել ու հարգել երկրապահին։ Միջև ձեր հարցը ես ուղղակի ուզում եմ ավելացնեմ այդ հարցը ուղղակի շատ կարևոր բան կա, որ ուրեմն բոլոր պետությունները հետպատերազմյան ժամանակահատվածում իրանք ունեցել են իրանց պատերազմին մասնակցած մարդկանց կռվողների հետ խնդիր են ունեցել։ Ես նաև որպես պաշտպանության նախարարության նախկին զինծառայում սոցպաշտպանության վարչության պետ ասեմ իմացեք, որ դա կլինի վիետնամցիների սինդրոմը, ամերիկացիների հետ պատերազմից հետո, աղվանցիների սինդրոմը, թե մյուս երկրներում հետ պատերազմյան ժամանակահատվածի խնդիրը, ուրեմն Հայաստանը, հայ ժողովուրդը չէր կարող առանձնանալ, ինքը պետք է հետ պատերազմյան ժամանակահատվածում առերեսվեր այս խնդրի հետ, եւ այն մարդիկ, ովքեր տեղին անտեղին խոսում են ազատամարտիկների հասցեին, կռվածների, երկրապահների հասցեին, ուզում եմ մի բան հասկանան եւ գիտակցեն, որ պետությունը նախ առաջի հերթին պետքա ինքը հոգ տանի իր պատերազմին մասնակցող զինվորի, ազատամարտիկի, հաշմանդամի, զոհվածի ընտանիքի այս խնդիրները ինքը պետք է։ Եթե ինքը այդ խնդիրը չի լուծում, բացի թողի վիճակում է թողնում, այդ մարդկանցից մի մասը ինքն է զբաղվում իր խնդիրներով, ստեղծում են մանր ու մունր կազմակերպություններ, որոնք փորձում են իրենց խնդիրները լուծել։ Երկրապահ դա սպառապետ Վազգեն Սարգսյանը այն ժամանակ ստեղծեց, որպեսզի այդ ամբողջ տղաներին ամփոփի եւ այդ խնդիրների լուծմամբ զբաղվի։ Ճիշտ է, հետագայում ինչ խնդիրներով բաժանվեցին, առանձին կառույցներ ստեղծվեցին, բայց երկրապահ դա լավագույն տունն է այդ ազատամարտիկների, կռված տղեկի, հաշմանդամների, զոհվածների ընտանիքների, որտեղ կարող են այդ հավաքվել այդ մարդիկ, մտքեր փոխանակել, տեսակետներ առաջարկել եւ կարողանան լուծումներ առաջարկել։ Բոլորը հիմա ստեղ հավաքվածները այդ ցանկություն ունեն, այդ նպատակը, որ ուզում են այդ տունը շենացնեն, կառուցեն, վերաիմաստավորեն, որպեսզի երկրապահն իրոք դառնա երկրապահ, որին մենք ձգտել ենք, որին երազել ենք։ Այս խնդիրն ենք ուզում ընդհանրապես լուծենք եւ դուք այդ
առնչությամբ խնդրում եմ ճիշտ լուսաբանեք, ճիշտ մեկնաբանեք։ Միայն երկրապահ բոլոր կառույցներում հակասություններ էին ստեղծում եւ բոլոր նրանք ովքեր ունեն ինքնուրույն տեսակետ, ովքեր կարող էին բարձրաձայնել, դրանց ստիպում էին, որ հեռանային իրար մեջ հակասություններ էին, բզկտում էին եւ իրենք դաշտը կառավարելի են դարձնում իրենց համար։ Իրենք իրենց սեփական դիմություն էին ստեղծում, իրենք իրենց համար առանձին կազմակերպություններ էին ստեղծում, վետերանների տարբեր միություններ էին, մի քիչ սրան էին փող տալիս, մի քիչ նրան իրար հետ կռվեցնում էին։ Այդ իշխանությունը, տեսեք հիմա Այդ ժամանակ ասենք բոլոր արժե համակարգը ուրիշ էր։ Խրախուսվում էր դավաճանությունը։ Արթուր Բաղդասարյանը ժողովրդին դավաճանեց, գնաց մի վարքյան ավարտեմ խոսքս, դուք կստանաք ձեր հարցի պատասխանը։ Խրախուսվում էր ով որ դավաճանում էր, նրան պաշտոն էին տալիս, նրան իշխանություն էին տալիս, ով առաքինի էր ազնիվ էր չէր մասնակցում, դուրս էր մղվում այդ բոլոր process-ներից։ Երկրապահն անմասը չէր, երկրապահի լավագույն անդամները հեռացվեցին, ստիպեցին, ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որոնք հեռացան։ Այսօր կներեք, երկրապահում Լավագույն կամ մնացել են, համ մնացել են։ Ցավը տանը, մի վարքյան։ Ուրեմն ես չեմ ասում, որ չեն մնացել։ Եթե չմնային, այստեղ չէի կլինի։ Այսօր այդ լավագույն, ես հեռուստատեսային իմ ելույթում էլ շատ արժանավոր տղեկ մնացել են, դա մի 10 հոգի։ Ես խոսում եմ նրա մասին, որ ասենք քաղաքական հարթությունում մեզ ինչի համար դատապարտեցին։ Այս համագումարում պետք է հնարավորություն ստեղծվի բոլորի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ, պետք է հնարավորություն ստեղծի բոլորին, որ իրանք վերադառնան իրանց տուն, հայրական տուն։ Ես հիմա ձեր հարցին մի րոպե։ Մի րոպե էլի ներողություն եմ խնդրում։ Ուրեմն ձեր խնդիրը մեկն էր, ինքնաբուխ էր թե ինչպես։ Ում համար թանկ է ձեր հարցի, ում համար թանկ է երկրապահը, ում համար թանկ է երկրապահի անցյալը, ներկան ու ապագան, ոչ միայն այսօր վաղներ են հավաքվելու եւ միշտ էլ հավաքվել են միջև հավաքումարը հասնենք իրեն հանգուցալուծմանը։ Եղավ, այդպես չի որ հենց այնպես պատահական հավաքվեցին։ Այստեղ եկել են մարդիկ ում համար թանկ է, երկրապահ կառույցը, միտքը, գաղափարը, Վազգենի օջախը, Վազգենի ընտանիքը, այն շարքային ազնի, պար, շիտակ երկրապահները, որոնք իրոք գնացին կյանք տալու, արուն տալու այս երկրի համար։ Մամեր Գրիգորյանի կալանավորմամբ այդ ամեն ինչը սասանվում։ Բայց այսօր իրավիճակ է փոխվել։ Մինչև կալանավորումը արեց հայտարարություն, բոլորը հայտնի ազատամարտիկների դաշինքի հայտարարություն։ Մի րոպե սպասեք։ Հետևյալը ես կասեմ, եկեք քաղաքական հարցեր չքննարկենք, երկրապահ կամավորականների միությունը, հասարակական կազմակերպությունները, ինքը իր կանոնադրական խնդիրները պետք է լուծի, կանոնադրական մեխանիզմներով, կանոնադրությամբ, խնդրում եմ քաղաքական հարցեր Խնդրում իմ հարցի պատասխանեք, Ինքնաբուխ չէ, դա չէ, կալանավորմամբ սասանվել է։ Ես ասեմ, բոլոր ձեր հարցերի պատասխանը կտա համագումարը։ Շնորհակալություն։ Կարող ես մենակ պորտնացի հարցը։